Հաշվի առնելով Ռուսաստանի վառելիքի շուկայում վերջին սահմանափակումները, մատակարարման ռիսկերին վերաբերող զարգացումները, նաև մեր տնտեսագետների գնահատականները, որ մեր ներմուծումը շուրջ 90%-ով Ռուսաստանից է արվում, կառավարությունը արդյոք ունի գնահատական բենզինի դիզվառելիքի հնարավոր դեֆիցիտի կամ գնային կտրուկ տատանումների վերաբերյալ եւ ինչ կանխարգելիչ քայլեր են նախատեսվում ներքին շուկայում կայունությունն ապահովելու համար։ Շնորհակալություն։ Հիմա տեսեք, որ ասում էի անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ ինչ նկատի ունեի։ Չէ, տեսեք աշխարհում ինչեր տեղի ունեցավ։ Բայց Հայաստանի նավթամթերքի շուկայում տեղի չունեցավ այն ինչ որ նախկինում տեղի էր ունենում, երբ որ ինչ որ մեկը փռշտում էր, Հայաստանի նավթամթերքի շուկան բաները ցնցումների էր ենթարկվում։ Մենք վաղուց նախապատրաստվել ենք դրան մոնոպոլիաները վերացնելով։ Եվ Հայաստանում այսօր տասնյակ բենզին ներկրողներ կան, նոր ներդրումներ կան, նոր բենզալցակայանների ցանցեր կան, հներն է գործում են, եւ շուկայական կարգավորումներով այդ հարցը կարգավորվի, մենք համոզված ենք։ Չէ, գնի բարձրացումը գլոբալ վիճակի հետ է կապված, այսինքն նավթամթերքի շուկայում գների գլոբալ ազդեցությունից մենք չենք կարող զերծ մնանք։ Այլ բան, որ հիմա մենք նաև տեսանք Պարսից ծոցում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, որ շատ թե քիչ բալանսավորված է։ Այդ մարդիկ, որ հայրենասիրական մղումներով ասում են, վայ Ադրբեջանից բենզին ու դիզվառելիք են բանանում, ներկրում, այդ մարդիկ կուզենային, որ Հայաստանում տենց էլի ամեն փռշտոցից կոլապսներ, իրանք է դոշ ծեծեին, ասեին, այդ տեսեք եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ փողեր հավաքեին, գեներացնեին հայրենասիրական մղումներով ժողովրդի գրպանից, որ հետո տանեին էլի ընտրակաշարք բաժանեին։ Ավարտվել այդ ժամանակները։